անում է, էդ էլ է ծրագրի մեջ, որ մեզ սննկացնեն։ Մայիսի 28-ը Դարձա ծրագիր է տարվում, ՓՄՁ ոլորտին վնասելը սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ, դա քաղաքականության, եթե համեմատում ենք, դա այսինքն մոնոպոլիային են զարգ տալիս, իսկ մոնոպոլիա առաջացնել տնտեսական համակարգում, դա նույնն է, ինչ դիկտատուրա առաջացնել քաղաքական համակարգում։ Հիմա մենք տեսնում ենք մի կողմից քաղաքական համակարգում դիկտատուրայի կառուցում, հաջորդ կողմից պետք է մոնոպոլիայի կառուցում գնա, որ լինի կառավարելի, իհարկե մոնոպոլիան էլ հանգեցնում է տնտեսական քաղաքականության տապալման, աղքատության բարձրացման, գործազրկության աճի, գների թանկացման, ժողովուրդ, եթե հիմա պատկերացեք, ձեզ վնասեցին, դուք չեք կարողանում աշխատել, կամ հարկային դրույքաչափերով պայմանավորված վաճառքի գնի բարձրացում եք անում, արդեն պաշտոնական վիճակագրությունը հայտարարում է 3.5% առաջին 3 ամիսների ընթացքում 3.5% համընդհանուր գնաճի մասին։ Հանգեցնելու է գնաճի, իսկ մենք հաշվարկներ տարանք եւ առևտրի ոլորտում, եւ ծառայության ոլորտում, շատ դեպքերում փոքր բիզնեսը եւ արտադրության ոլորտում հավանականություն կա փակման, այսպես վտանգների։ Մարզերում արդեն մենք ունեցանք հազանգեր, որ որոշակի փակումներ եղել են, նույնը Երևան քաղաքին է վերաբերվելու, որովհետև ուղղակի անհնար է այս եղանակով աշխատել։ Ավելին ասեմ, հիմա եթե թույլ ենք տալիս, որ կառավարությունը այս չարիքը անցկացնի, այսինքն ուժի մեջ պահի, հաջորդ տարի արդեն ստիպելու է բոլորին, որ գնան ավելացված արժեքի արկի դաշտ։ Այսինքն ոչ թե 10%-ի համար ենք հավաքվելու, այստեղ հավաքվելու ենք 33%-ի համար։ Չվերացնելու, ԲՄԾ-ն չոչնչացնելու համար ենք հավաքվել։ Նախ ուզում եմ իմ խորհրդանշանակությունը ձեզ հայտնել, որ մեզ միացել եք, որովհետև սա բոլոր դեպքերում տնտեսական խնդիր է եւ ընդդիմադիրներից ոնց որ առաջի արձագանքն է։ Շատ լիահույս ենք։ Այո, ուզում եմ, որ արձանագրենք։ Սա միջին եւ փոքր բիզնեսի ոչնչացման խնդիր է։ Մեր այսօր 5000 տնտեսվարողները թող այդ գիտակցությունը քաջ ունենան։ Ինչ հողում է հավասարության, ոնց կարելի է թեթե եւ գերծանր քաշայինների մեջ հավասարություն։ Հավասարություն հավասարների միջև են անում։ Կամ ինչ որ ամենաբարձր մակարդակով զգում ենք, որ կատարվում է լոբինգ խոշորացման կամ մեծացման։ Խոշորը չի կարելի, ԲՄԾ-ին չի կարելի խոշորի հետ երբևէ համեմատել։ Դա անկարելի է։ Երկրներում կան տասնամյակներով ընտանեկան բիզնեսներ սերնդեսերունդ փոխանցվող։ Ով ասում, որ ես ուզում եմ մեծանամ կամ խոշորանամ։ Տեսեք, պետությունը եթե ընդունում է ՀՄԶ ոլորտի ոչնչացման կամ ՀՄԶ-ին խոշորի հետ հավասարեցման ծրագիրը, այդ պետությունում տեղի ունենում գործազրկության աճ, մոնոպոլիայի զարգացում, գների բարձրացում եւ աղքատության ավելացում ու բնականաբար սա հանգեցնում է արտագաղթի։ Նշանակ երկու տարբերակ կա, կամ արտագաղթի, կամ պարզապես Չէ, թող իրանք արտագաղթեն, ինչու պետք է աշխատող, ստեղծող ու արարող մարդը արտագաղթի։ Հակառակը, հիմա մենք պետք է ճնշումը բարձրացնենք, որպեսզի իրանք գան եւ հաշվի նստեն եւ կպարտադրի այդ փոփոխությունները կատարեն։ բոլոր